Երբ 1975 թվականին Մոսկվայից եկավ պատասխանը, Կարեն Դեմիրճյանը հասկացավ, որ 35 միլիոն ռուբլին երբեք չի բավականացնի։ Նա նստած էր իր աշխատասենյակում, ձեռքին Գոստրոյի նախագահ Ֆոմինի ստորագրությամբ փաստաթուղթը, եւ գիտեր, որ այս թուղթը կամ կդառնա Հայաստանի ամենամեծ հաղթանակը, կամ իր քաղաքական կարիերայի վերջը։ Բայց ինչու Մոսկվան տվեց այդքան քիչ գումար այդպիսի հսկայական համալիրի համար։ Ինչու Դեմիրճյանը չդադարեցրեց շինարարությունը, երբ գումարը սպառվեց։ Եվ ամենակարևորը, ինչպես նա կարողացավ շարունակել շինարարությունը առանց պաշտոնական թույլտվության, իմանալով, որ յուրաքանչյուր օր կարող էր լինել վերջինը։ Այս պատմությունը սկսվում է ոչ թե հերոսությամբ, այլ հաշվարկով, որը կարող էր արժանալ ամեն ինչ։ Ցիցեռնակաբերդի բլրի վրա, որտեղ քամին միշտ փչում է, Հրազդանի կիրճից Կարենը տեսնում էր ոչ միայն ապագա համալիրը, այլև ամբողջ ազգի երազանքը։ Նա գիտեր, որ Երևանին պետք է մի տեղ, որտեղ հայ երաժշտությունը, հայ սպորտը, հայ մշակույթը կկարողանան ցույց տալ իրենց ուժը։ Բայց Մոսկվան տեսնում էր միայն թվեր՝ 35 միլիոն ռուբլի, ոչ ավելի։ Երբ Կորյուն Հակոբյանը, նրա ամենավստահելի մարդը, բերեց առաջին հաշվարկները, պարզ դարձավ, որ այդ գումարը բավական է միայն հիմքերի եւ հիմնական կառուցվածքի համար։ Ինչպես կարելի էր ավարտել այն, ինչ սկսվել էր այդքան մեծ ակնկալիքներով։ Դեմիրճյանը ընտրեց ռիսկը։ Նա ընտրեց շարունակել շինարարությունը, իմանալով, որ յուրաքանչյուր լրացուցիչ ռուբլի, որը նա ծախսում էր առանց Մոսկվայի թույլտվության, կարող էր դառնալ նրա դատապարտման հիմք։ 1976 թվականին, երբ շինարարությունը արդեն ընթացքի մեջ էր, Մոսկվա եկավ առաջին զեկույցը։ Ինչ-որ մեկը, ով չէր ուզում տեսնել Հայաստանի հաջողությունը, գրել էր նամակ Կենտկոմ, մեղադրելով Դեմիրճյանին գումարի չարաշահման մեջ։ Կոմիսիան ժամանեց անսպասելի, առավոտյան վաղ, երբ շինհրապարակում դեռ աշխատում էին գիշերային հերթափոխի բանվորները։ Նրանք ուզում էին տեսնել փաստաթղթերը, հաշվարկները, ապացույցները, որ յուրաքանչյուր ծախսված ռուբլին արդարացված է։ Բայց Դեմիրճյանը պատրաստ էր։ Նա ցույց տվեց նրանց ոչ թե թղթեր, այլ ապագան։ Նա տարավ նրանց բլրի գագաթ, որտեղ արդեն բարձրանում էին համալիրի հսկայական պատերը, եւ ասաց. «Դուք տեսնում եք սա։ Սա ոչ թե իմ երազանքն է, սա ամբողջ հայ ժողովրդի երազանքն է։ Եթե դուք դադարեցնեք սա հիմա, դուք կդադարեցնեք ոչ թե շինարարությունը, այլ հավատը»։ Կոմիսիան վերադարձավ Մոսկվա առանց որևէ մեղադրանքի, բայց Դեմիրճյանը գիտեր, որ սա միայն սկիզբն էր։ Ճարտարապետներ Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Գի. Պողոսյանը եւ Գի. Մուշեղյանը աշխատում էին գիշեր-ցերեկ, փորձելով ստեղծել նախագիծ, որը կլիներ միաժամանակ հայկական եւ համաշխարհային։ Նրանք գիտեին, որ յուրաքանչյուր սենտիմետր, յուրաքանչյուր մանրամասն պետք է արդարացնի այն ռիսկը, որը Դեմիրճյանը վերցրել էր իր վրա։ Շինարարության ղեկավարներ Ի. Ծատուրյանը, Ա. Ազիզիզյանը եւ Մ. Ագարոնյանը հասկանում էին, որ նրանք շինում են ոչ միայն շենք, այլև պատմություն։ Երբ գումարը սկսեց սպառվել, Դեմիրճյանը գտավ ելք, որը Մոսկվան երբեք չէր սպասում։ Նա սկսեց վերաբաշխել միջոցները այլ նախագծերից, պաշտոնապես չհայտարարելով դրա մասին։ Սա էր խաղը, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող էր լինել վերջինը, բայց Կարենը խաղում էր վարպետորեն։ Նա գիտեր, որ եթե համալիրը ավարտվի, եթե այն բացվի եւ ցույց տա իր մեծությունը, ապա բոլոր հարցերը կմնան անպատասխան, քանի որ արդյունքը կխոսի ինքն իր համար։ Բայց ինչպիսին էր իրական գինը այս համարձակության։ Երբ սովորական հայ բանվորը վաստակում էր 200 ռուբլի ամսական, Դեմիրճյանը ծախսում էր միլիոններ մի շենքի վրա, որը դեռևս չէր գոյություն։ Երբ Երևանի ընտանիքները խնայում էին յուրաքանչյուր կոպեկ, որպեսզի գնեն հաց, համալիրի շինհրապարակում օգտագործվում էին ամենաթանկ նյութերը, ներկրված հատուկ Իտալիայից եւ Գերմանիայից։ Սա էր հակասությունը, որը Դեմիրճյանը պետք է արդարացներ ոչ միայն Մոսկվայի առջև, այլև իր սեփական ժողովրդի առջև։ Նա հասկանում էր, որ եթե համալիրը ձախողվի, եթե այն չկարողանա արդարացնել ներդրումները, ապա պատմությունը կհիշի նրան ոչ թե որպես տեսլական, այլ որպես անպատասխանատու ծախսող։ Բայց Կարենը հավատում էր, որ մի օր այս համալիրը կդառնա Հայաստանի սիրտը, տեղ, որտեղ ազգը կկարողանա հավաքվել, տոնել, երգել եւ երազել։ 1978 թվականին, երբ Դեմիրճյանը հաստատեց հայերենի կարգավիճակը որպես պետական լեզու, Մոսկվան սկսեց նայել նրան այլ աչքերով։ Սա էր մարդը, ով համարձակվում էր խոսել Հայաստանի շահերի մասին նույնիսկ այն ժամանակ, երբ դա կարող էր արժենալ նրա պաշտոնը։ 1980 թվականին, երբ նա կանգնեցրեց բարեկամություն ավտոմայրուղու շինարարությունը Բաքու Նախիջևան ուղղությամբ,
Բոլորը հասկացան, որ Կարեն Դեմիրճյանը խաղում է երկար խաղ։ Նա չէր վախենում հակամարտությունից, եթե դա նշանակում էր պաշտպանել Հայաստանի տարածքը եւ արժանապատվությունը։ Եվ այս ամենի ֆոնին ցիցեռնակաբերլի բլրի վրա շարունակում էր բարձրանալ համալիրը, քար առ քար, հարկ առ հարկ, երազանք առ երազանք։ Յուրաքանչյուր օր, երբ Դեմիրճյանը անցնում էր շինհրապարակով, նա տեսնում էր ոչ թե բետոն եւ երկաթ, այլ ապագա սերունդների ժպիտները, համերգների ձայները, սպորտը, սպորտային հաղթանակների ուրախությունը։ Բայց ով էր այն մարդը, ով գրել էր այդ նամակը, Մոսկվա։ Ով էր այնքան վախենում Հայաստանի հաջողությունից, որ պատրաստ էր խաբել եւ դավաճանել։ Աղբյուրները խոսում են մի անունի մասին, մի մարդու, ով եղել է Դեմիրճյանի շրջապատում, ով տեսել է բոլոր փաստաթղթերը, բոլոր հաշվարկները եւ որոշել է օգտագործել դրանք ոչ թե օգնելու, այլ վնասելու համար։ Այս մարդը գիտեր, որ եթե Մոսկվան հավատա մեղադրանքներին, Դեմիրճյանը կկորցնի ամեն ինչ՝ պաշտոնը, համալիրը, հեղինակությունը։ Բայց ինչու։ Արդյոք սա էր նախանձը, թե քաղաքական հաշվարկ։ Արդյոք այս մարդը գործում էր միայնակ, թե նա եղել է ավելի մեծ խաղի մի մասնիկը։ Դեմիրճյանը երբեք չբացահայտեց այդ անունը հրապարակայնորեն, բայց նրա մոտիկ մարդիկ գիտեին, որ նա երբեք չմոռացավ այդ դավաճանությունը։ Երբ 1983 թվականին համալիրը վերջապես բացվեց, ամբողջ Երևանը դուրս եկավ փողոցներ։ Մարդիկ ուզում էին տեսնել այն, ինչի համար Դեմիրճյանը ռիսկի էր դրել իր ամբողջ կարիերան։ Եվ երբ նրանք մտան ներս, երբ տեսան այդ հսկայական դահլիճները, այդ գեղեցիկ ճարտարապետությունը, այդ տեխնիկական կատարելությունը, նրանք հասկացան, որ Կարենը չէր սխալվել։ Սա իսկապես էր ազգի համար։ Բայց պատմությունը դեռ չէր ավարտվել։ 1 տարի ու կես անց, երբ համալիրում բռնկվեց հսկայական հրդեհ, շատերը մտածեցին, որ սա վախճանն է։ Բայց Դեմիրճյանը, նույնիսկ այն ժամանակ, երբ նա արդեն չէր զբաղեցնում իր նախկին պաշտոնը, պայքարեց վերականգնման համար։ 1987 թվականի վերջին, երբ վերակառուցումը ավարտվեց, համալիրը վերադարձավ ավելի ուժեղ, քան երբևէ։ Ինչ էր այդ ամենի իրական գինը։ Ոչ թե միայն 35 միլիոն ռուբլին, որը Մոսկվան տվել էր, եւ ոչ թե միայն այն լրացուցիչ միլիոնները, որոնք Դեմիրճյանը գտել էր այլ աղբյուրներից։ Իրական գինը եղել է ռիսկը, համարձակությունը, հավատը, որ մի օր Հայաստանը կունենա տեղ, որը կարժանի իր ժողովրդին։ Երբ 1996 թվականին համալիրում անցկացվեց 32-րդ շախմատի օլիմպիադան, ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ էր ստեղծել Դեմիրճյանը։ Երբ 1990 թվականին Իան Գիլլանի խումբը համերգ տվեց այնտեղ, երիտասարդ հայերը պարում էին եւ երգում այն դահլիճներում, որոնք կառուցվել էին նրանց ծնվելուց շատ առաջ, բայց հենց նրանց համար։ 1999 թվականին, երբ Կարեն Դեմիրճյանը զոհվեց խորհրդարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով, ամբողջ ազգը սգաց։ Եվ նույն թվականին համալիրը վերանվանվեց նրա անունով, ոչ թե որպես հարգանքի տուրք, այլ որպես ճանաչում, որ այս տեղը միշտ կլինի նրա տեսլականի մարմնավորումը։ Բայց պատմությունը շարունակվեց նաև դրանից հետո։ Երբ 1995 թվականին համալիրը վաճառվեց 5 միլիոն 700 հազար դոլարով ռուսական Bamo Holding-ին, շատերը հարցրին, արդյոք սա էր Դեմիրճյանի երազանքի վախճանը։ Բայց նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երաշխավորեցին, որ ճարտարապետական տեսքը կպահպանվի։ Եվ երբ 1995-ից 1998 թվականներին կատարվեց 42 միլիոն դոլարի վերակառուցում, համալիրը վերածնվեց նորից։ Այսօր, երբ դուք մտնում եք Կարեն Դեմիրճյանի անվան սպորտահամերգային համալիրը, դուք քայլում եք ոչ թե պարզապես շենքի մեջ, այլ մի մարդու երազանքի մեջ, ով համարձակվեց խաբել համակարգը, ծառայելու իր ազգին։ Դուք կանգնած եք այն բլրի վրա, որտեղ Կարենը տեսավ ապագան, երբ ուրիշները տեսնում էին միայն ծախսեր։ Դուք շնչում եք այն օդը, որտեղ նա կայացրեց իր ամենամեծ ռիսկը՝ շարունակել առանց թույլտվության, հավատալով, որ արդյունքը կարդարացնի միջոցները։ Եվ դուք պետք է հարցնեք ինքներդ ձեզ. կարո՞ղ էիք դուք անել նույնը։ Կարո՞ղ էիք դուք վերցնել այդ ռիսկը, իմանալով, որ ձախողումը նշանակում է ամեն ինչի կորուստ։ Կարո՞ղ էիք դուք հավատալ այնքան ուժեղ, որ շարունակեիք նույնիսկ այն ժամանակ, երբ բոլորը ասում էին դադարիր։ Դեմիրճյանի պատմությունը սա է։ Պատմություն մի մարդու մասին, ով ընտրեց ազգը իր կարիերայից բարձր, ով ընտրեց ապագան ներկայից բարձր, ով ընտրեց երանդրեց երազանքը իրականությունից բարձր։ Եվ այսօր, երբ հազարավոր մարդիկ օգտվում են այդ համալիրից, երբ համերգներ են տրվում, սպորտային մրցումներ են անցկացվում, երբ երիտասարդները հավաքվում են այնտեղ, ստեղծելու նոր հիշողություններ, Կարենի ոգին դեռ կենդանի է այդ պատերի մեջ։
Նա չխաբեց Մոսկվային, նա խաբեց համակարգը, որը չէր հավատում, որ Հայաստանը արժանի է լավագույնին։ Եվ դա է նրա ամենամեծ հաղթանակը։ Բայց ինչպես կարող էր մի մարդ, որը ծառայում էր խորհրդային համակարգին, միաժամանակ դավաճանանել այդ նույն համակարգին իր ազգի համար։ 1976 թվականին, երբ շինարարությունը արդեն անդառնալի էր դարձել, Դեմիրճյանի անձնական բժիշկը սկսեց նկատել տարօրինակ բան։ Յուրաքանչյուր անգամ, երբ Մոսկվայից գալիս էր հեռագիր կամ զանգ, Կարենը բողոքում էր գլխացավից։ Ոչ թե սովորական գլխացավ, այլ այնպիսին, որը ստիպում էր նրան փակվել իր աշխատասենյակում ժամերով։ Բժիշկը գաղտնի պահանջեց հատուկ դեղամիջոցներ Մոսկվայից, դեղեր, որոնք սովորաբար նշանակվում են ծանր սթրեսի եւ նյարդային լարվածության դեպքում։ Անվանացանկը, որը պահպանվել է անվտանգության արխիվներում, բացահայտում է ճշմարտություն, որը Դեմիրճյանը թաքցրել է հայ ժողովրդից տասնամյակներ շարունակ։ Նա չէր պարզապես կառավարում Հայաստանը, նա մարում էր իր առողջությունը յուրաքանչյուր օր, երբ ստիպված էր ընտրել Մոսկվայի հրամանների եւ իր ժողովրդի կարիքների միջև։ Ինչ էր գնում այդ դեղերի ցանկում, որը բժիշկները փորձեցին ոչնչացնել 1999 թվականից հետո։ Ինչպիսի ախտորոշում էր թաքցված այն բժշկական զեկույցներում, որոնք երբեք չհասան պաշտոնական փաստաթղթերին։ Եվ ամենակարևորը, գիտեր արդյոք Կարենը, որ յուրաքանչյուր ռիսկ, որը նա վերցնում էր համալիրի համար, մի քիչ ավելի էր կրճատում իր կյանքը։ Նրա մոտակա օգնականներից մեկը, ով խոսեց միայն 35 տարի անց, պայմանով, որ իր անունը չբացահայտվի, պատմեց այն, ինչ տեղի ունեցավ 1977 թվականի մի ձմեռային գիշերը։ Դեմիրճյանը նստած էր իր աշխատասենյակում, ձեռքին Մոսկվայից եկած նամակ, որտեղ պահանջվում էր անմիջապես դադարեցնել լրացուցիչ ծախսերը համալիրի վրա։ Նամակը ստորագրված էր ոչ թե Ֆոմինի, այլ ավելի բարձր պաշտոնյայի կողմից, մեկի, ով ուներ իրավասություն հեռացնել Դեմիրճյանին նրա պաշտոնից մեկ հրամանով։ Օգնականը մտավ սենյակ եւ տեսավ Կարենին, գլուխը ձեռքերի մեջ, ուսերը թրթրացող։ Առաջին անգամ այդ մարդը տեսավ Դեմիրճյանին լացող։ Ոչ թե զայրույթից, ոչ թե վախից, այլ անկարողությունից։ Անկարողությունից բացատրել Մոսկվային, թե ինչու այս համալիրը ավելին է, քան պարզապես շենք։ Ինչու այն խորհրդանիշ է, ինչու այն հույս է, ինչու այն ապացույց է, որ հայերը կարող են ստեղծել մի բան մեծ, նույնիսկ երբ ամբողջ համակարգը դեմ է նրանց։ Օգնականը մոտեցավ, դրեց ձեռքը Կարենի ուսին եւ լսեց նրան շշուկով ասել. «Եթե ես դադարեցնեմ հիմա, ես դավաճանում եմ յուրաքանչյուր հայի, ով հավատաց ինձ։ Բայց եթե շարունակեմ, ես դավաճանում եմ համակարգին, որը տվեց ինձ այս իշխանությունը։ Ինչպես կարող եմ ընտրել»։ Բայց Կարենը ընտրեց։ Հաջորդ առավոտ նա գրեց պատասխան Մոսկվա, ոչ թե հրաժարական, այլ զեկույց, որտեղ նա ներկայացրեց համալիրը ոչ թե որպես Հայաստանի նախագիծ, այլ որպես ամբողջ խորհրդային միության հպարտություն։ Նա գրեց, որ այս համալիրը կդառնա տեղ, որտեղ խորհրդային սպորտը կկարողանա ցույց տալ իր գերազանցությունը, որտեղ խորհրդային մշակույթը կփայլի, որտեղ աշխարհը կտեսնի սոցիալիզմի հաղթանակը։ Սա էր հանճարեղ խաբեություն, փաթաթել հայկական երազանքը խորհրդային դրոշի մեջ, որպիսի Մոսկվան չկարողանա մերժել առանց մերժելու իր սեփական գաղափարախոսությունը։ Եվ այն աշխատեց։ Երբ պատասխանը եկավ 2 շաբաթ անց, այն պարունակում էր ոչ թե արգելք, այլ զգուշացում։ Շարունակեք, բայց հիշեք, որ ձախողումը ձեր անձնական պատասխանատվությունն է։ Դեմիրճյանը կարդաց այդ տողերը եւ ժպտաց։ Նա հասկացավ, որ Մոսկվան տվել էր նրան թույլտվություն շարունակելու, բայց միաժամանակ պատրաստել էր նրա դատապարտման հիմքը, եթե ինչ-որ բան սխալ գնար։ Սա էր խաղը, որտեղ հաղթանակը նշանակում էր փառք, իսկ պարտությունը մոռացում։ Շինհրապարակում մինչդեռ Դեմիրճյանը պայքարում էր Մոսկվայի հետ։ Տեղի էր ունենում մեկ այլ դրամա։ Ճարտարապետներից մեկը, Սուրբ Խաչիկյանը, հայտնաբերել էր լուրջ խնդիր հիմքերում, խնդիր, որը կարող էր վտանգել ամբողջ կառուցվածքը։ Ցիցեռնակաբերդի բլուրը, որը թվում էր կատարյալ տեղ իր տեսարաններով եւ խորհրդանշական նշանակությամբ, պարունակում էր անկայուն հողաշերտեր, որոնք կարող էին տեղաշարժվել ծանր կառուցվածքի ճնշման տակ։ Խաչիկյանը բերեց իր հաշվարկները Դեմիրճյանին եւ ասաց, որ անհրաժեշտ է լրացուցիչ 2 միլիոն ռուբլի հատուկ հիմքերի ամրացման համար։ 2 միլիոն ռուբլի, որոնք չկային բյուջեում, 2 միլիոն ռուբլի, որոնք Մոսկվան երբեք չէր տա։ Դեմիրճյանը նայեց ճարտարապետին, ապա նայեց պատուհանից դեպի բլուրը, որտեղ արդեն աշխատում էին հարյուրավոր բանվորներ, եւ հարցրեց. «Եթե մենք չանենք սա, ինչ կլինի»։ Խաչիկյանը պատասխանեց անկեղծորեն. «Համալիրը կկարողանա կանգնել 10, գուցե 15 տարի, բայց ապա, երբ հողը սկսի տեղաշարժվել, ճաքեր կհայտնվեն պատերում,
Եվ մի օր, գուցե 30, գուցե 40 տարի անց, ամբողջ կառուցվածքը կարող է փլուզվել։ Դեմիրճյանը լռեց երկար, ապա ասաց. Գտիր ելք։ Օգտագործիր այն նյութերը, որոնք մենք ունենք։ Փոխիր նախագծը, եթե պետք է, բայց գտիր ելք առանց լրացուցիչ գումարի։ Եվ Խաչիկյանը գտավ։ Նա փոխեց հիմքերի դիզայնը, օգտագործելով ավելի խորը բազմաթիվ հենասյուներ փոխարեն մի քանի հսկայականների։ Սա նշանակում էր ավելի շատ աշխատանք, ավելի շատ ժամանակ, ավելի շատ ռիսկ, բայց ոչ ավելի շատ գումար։ Շինարարության ղեկավարներ Ի Ծատուրյանը, Ա Ազիզյանը եւ Մ Ագարոնյանը աշխատեցին գիշեր-ցերեկ իրականացնելու այս նոր պլանը։ Բանվորները, ովքեր վաստակում էին 200 ռուբլի ամսական, տեսնում էին, թե ինչպես նրանց ղեկավարները քնում են շինհրապարակում, ուտում են նույն պարզ կերակուրը, որ նրանք, եւ աշխատում են նույն ծանր պայմաններում։ Սա ստեղծեց մի բան, որը Դեմիրճյանը երբեք չէր կարող գնել գումարով՝ հավատարմություն։ Բանվորները սկսեցին աշխատել ավելի ուժեղ, ոչ թե որովհետև նրանց վճարում էին ավելի շատ, այլ որովհետև նրանք տեսնում էին, որ այս նախագիծը ավելին էր, քան աշխատանք։ Սա էր նրանց ժառանգությունը, նրանց ներդրումը Հայաստանի ապագայում։ Երբ մի բանվոր վնասվեց, ընկնելով հիմքերի մեջ, Դեմիրճյանը անձամբ այցելեց նրան հիվանդանոցում եւ նստեց նրա մահճակալի կողքին 3 ժամ, խոսելով նրա ընտանիքի, նրա երազանքների, նրա վախերի մասին։ Երբ բանվորը հարցրեց, թե արդյոք համալիրը արժե այդ ամենը, Դեմիրճյանը պատասխանեց. Ոչ մի շենք չարժե մարդու կյանքը, բայց այն, ինչ այս շենքը խորհրդանշում է, հույսը, հպարտությունը, ապագան, դա արժե ամեն ինչ։ Բայց մինչդեռ Դեմիրճյանը ներշնչում էր իր թիմին, Մոսկվայում ինչ-որ մեկը պլանավորում էր նրա անկումը։ 1978 թվականին, երբ համալիրը արդեն կիսով չափ պատրաստ էր, Անվտանգության արխիվներում հայտնվեց նոր գաղտնի զեկույց։ Այս զեկույցը, որը բացահայտվեց միայն 30 տարի անց, պարունակում էր մանրամասն ցանկ Դեմիրճյանի բոլոր ֆինանսական գործարքների, բոլոր գումարների վերաբաշխումների, բոլոր ստեղծագործական հաշվապահական մեթոդների, որոնք նա օգտագործել էր շինարարությունը շարունակելու համար։ Զեկույցը ստորագրված էր կոդային անունով Արծիվ, անուն, որը անվտանգության ներսում օգտագործում էր բարձրաստիճան տեղեկատուների համար։ Ով էր Արծիվ։ Ինչու նա հավաքում էր այս ապացույցները եւ ամենույցները, եւ ամենակարևորը, ինչու այս զեկույցը երբեք չօգտագործվեց Դեմիրճյանի դեմ։ Աղբյուրներ անվտանգության նախկին սպաների շրջանակներում խոսում են մի տեսության մասին, որ Արծիվ եղել է ոչ թե Դեմիրճյանի թշնամին, այլ նրա պաշտպանը, որ նա հավաքել է այս ապացույցները ոչ թե մեղադրելու, այլ վերահսկելու համար, համոզվելու, որ եթե Մոսկվան որոշի հարձակվել, կլինեն փաստաթղթեր, որոնք կկարողանան արդարացնել Դեմիրճյանի գործողությունները որպես անհրաժեշտություն, ոչ թե կոռուպցիա։ Այս տեսությունը հիմնավորվում է մի տարօրինակ փաստով։ 1979 թվականին, երբ Մոսկվայից եկավ հերթական կոմիսիան, ստուգելու համալիրի ֆինանսները, նրանք բերեցին իրենց հետ ճշգրիտ ցանկ այն գործարքների, որոնք պետք է ստուգեին։ Այս ցանկը համընկնում էր գրեթե բառացիորեն Արծիվի զեկույցի հետ, բայց երբ կոմիսիան սկսեց իր աշխատանքը, նրանք հայտնաբերեցին, որ յուրաքանչյուր կասկածելի գործարքի համար կար պաշտոնական արդարացում, ստորագրված համապատասխան պաշտոնյաների կողմից, կնքված պատշաճ կնիքներով, թվագրված ճիշտ ամսաթվերով։ Ինչպես կարող էր Դեմիրճյանը իմանալ ճիշտ այն գործարքների մասին, որոնք կոմիսիան ուզում էր ստուգել, եթե ոչ ինչ-որ մեկը կնախազգուշացրել էր նրան։ Ինչպես կարող էր նա ունենալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ, եթե ոչ ինչ-որ մեկը տվել էր նրան ճշգրիտ ցանկ այն ապացույցների, որոնք պետք է ներկայացնել։ Արծիվը, ով էլ որ նա լիներ, խաղում էր երկակի խաղ, հավաքելով ապացույցներ Մոսկվայի համար, բայց միաժամանակ նախազգուշացնելով Դեմիրճյանին, որպեսզի նա կարողանա պաշտպանվել։ Կարող էր արդյոք Արծիվը լինել Կորյուն Հակոբյանը, Դեմիրճյանի ամենավստահելի մարդը, ով ներկա էր բոլոր հանդիպումներին Մոսկվայի հետ։ Կարող էր լինել ինչ-որ մեկը անվտանգության ներսից, ով հավատում էր Դեմիրճյանի տեսլականին եւ ուզում էր պաշտպանել նրան համակարգից։ Կամ գուցե դա եղել է ինչ-որ մեկը Մոսկվայից, ով հասկանում էր, որ Դեմիրճյանը անում էր ճիշտ բանը, նույնիսկ եթե դա նշանակում էր կանոնների ճկունացում։ Մենք երբեք չենք իմանա Արծիվի իրական ինքնությունը, քանի որ բոլոր փաստաթղթերը, որոնք կարող էին բացահայտել նրան, ոչնչացվել են 1999 թվականից հետո։ Բայց մի բան հստակ է. առանց Արծիվի Դեմիրճյանը երբեք չէր կարողանա վերապրել այն բազմաթիվ ստուգումներին, որոնք Մոսկվան ուղարկեց նրա դեմ։ Առանց այդ գաղտնի պաշտպանի համալիրը երբեք չէր ավարտվի։ Եվ գուցե ամենաիրոնիկ բանը այն է, որ Դեմիրճյանը, ով կարծում էր, որ նա մենակ է պայքարում համակարգի դեմ, իրականում ուներ դաշնակից, ինչ-որ մեկին, ով նույնպես հավատում էր, որ Հայաստանը արժանի է ավելի լավին։
1980 թվականին, երբ Դեմիրճյանը կանգնեցրեց բարեկամություն ավտոմայրուղու շինարարությունը, որը պետք է անցներ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևով դեպի Նախիջևան, Մոսկվան վերջապես հասկացավ, որ այս մարդը երբեք չի ենթարկվի լիովին։ Այդ որոշումը արժեցրեց Դեմիրճյանին նրա պաշտոնը մի քանի տարի անց, բայց այն նաև ամրապնդեց նրա կարգավիճակը որպես մարդ, ով պաշտպանում էր Հայաստանի շահերը, նույնիսկ անձնական գնով։ Եվ երբ համալիրը վերջապես բացվեց 1983 թվականին, երբ հազարավոր մարդիկ լցվեցին այդ հսկայական դահլիճները, երբ նրանք տեսան այն գեղեցկությունը, այն մեծությունը, այն տեխնիկական կատարելությունը, որը Դեմիրճյանը խոստացել էր, բոլորը հասկացան, որ այս մարդը չէր սխալվել։ Նա խաբեց համակարգը, այո։ Նա ռիսկի դրեց իր կարիերան, իր ազատությունը, գուցե նույնիսկ իր կյանքը, բայց նա արեց դա ոչ թե անձնական փառքի համար, այլ որովհետև նա հավատում էր, որ նրա ժողովուրդը արժանի է ունենալու մի տեղ, որտեղ նրանք կարող են հավաքվել, տոնել, երազել եւ հույս ունենալ։ Արդյոք դուք կարող եք անել նույնը։ Արդյոք դուք կարող եք նստել այդ աշխատասենյակում, ձեռքերդ դողալով, գլուխդ ցավում, իմանալով, որ յուրաքանչյուր որոշում, որը դուք կայացնում եք, կարող է լինել ձեր վերջինը, եւ այնուամենայնիվ ընտրել շարունակել։ Արդյոք դուք կարող եք տեսնել ձեր ամենամոտ մարդկանց, ճարտարապետներին, շինարարներին, բանվորներին, աշխատող գիշեր-ցերեկ, ռիսկի դնելով իրենց առողջությունը, եւ իմանալ, որ եթե դուք ձախողվեք, նրանք բոլորը կտուժեն ձեզ հետ միասին։ Արդյոք դուք կարող եք ապրել այն գիտակցությամբ, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը հավաքում է ապացույցներ ձեր դեմ, պատրաստվում է այն օրվա, երբ նա կկարողանա օգտագործել դրանք ձեզ ոչնչացնելու համար։ Դեմիրճյանը ապրեց այս ամենով 10 տարի, 1975-ից մինչև 1985։ 10 տարի անընդհատ լարվածության, 10 տարի, երբ յուրաքանչյուր առավոտ նա արթնանում էր, չգիտենալով արդյոք այսօրը կլինի այն օրը, երբ Մոսկվան վերջապես կորոշի, որ նա գնացել է չափից դուրս։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Դեմիրճյանի մասին, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր ֆինանսական գործարք, յուրաքանչյուր վախ, որը նա թաքցրել էր հանրությունից։ Հիմա պատկերացրեք, որ դուք պետք է ընտրեիք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր ապագան։ 1982 թվականին, երբ համալիրը արդեն բացված էր եւ աշխատում էր լիովին, Դեմիրճյանի ներքին շրջանակում գոյություն ուներ խումբ, որը պաշտոնական փաստաթղթերում երբեք չհիշատակվեց։ Նրանք չունեին պաշտոնական անուններ, չունեին պաշտոնական լիազորություններ, բայց նրանք էին, ովքեր իրականում վերահսկում էին ամեն ինչ, ով մտնում էր Դեմիրճյանի աշխատասենյակ, ով ուներ հասանելիություն գաղտնի փաստաթղթերին, ով գիտեր իրական թվերը համալիրի ծախսերի մասին։ Այս 12 մարդիկ էին Դեմիրճյանի իրական ուժը, բայց նաև նրա ամենամեծ խոցելիությունը։ Ինչպես կարող էր նա վստահել նրանց, երբ յուրաքանչյուրը գիտեր բավական, ոչնչացնելու նրան մեկ զեկույցով։ Ինչպես կարող էին նրանք վստահել նրան, երբ նրանց ապագան կախված էր նրա որոշումներից, որոնք հաճախ թվում էին ավելի շատ համարձակ, քան խելացի։ Եվ ամենակարևորը, ինչն էր պահում այս խումբը միասին, երբ ամեն մեկն ուներ իր սեփական պատճառները մնալու կամ հեռանալու համար։ Նրանցից մեկը, ով այժմ ապրում է Երևանից դուրս եւ խոսեց միայն պայմանով, որ նրա ինքնությունը երբեք չբացահայտվի, պատմեց այն, ինչ տեղի ունեցավ 1983 թվականի աշնանը, ընդամենը մի քանի ամիս համալիրի բացումից հետո։ Խումբը հավաքվել էր գաղտնի հանդիպման, ոչ թե Դեմիրճյանի աշխատասենյակում, այլ մի անանուն բնակարանում Երևանի արվարձաններից մեկում։ Նրանք բոլորը գիտեին, որ անվտանգությունը հետևում է Դեմիրճյանին, եւ այս հանդիպումը պետք է մնար լիովին գաղտնի։ Խոսվեց ոչ թե համալիրի հաջողության մասին, այլ այն մասին, ինչ գալիս էր հետո։ Մոսկվան սկսել էր հարցեր տալ ոչ թե համալիրի շինարարության, այլ Դեմիրճյանի այլ նախագծերի մասին։ Ինչ-որ մեկը, ինչ-որ տեղից սկսել էր նոր հետաքննություն, եւ այս անգամ նպատակը չէր համալիրը, այլ ինքը Դեմիրճյանը։ Խմբի անդամներից մեկը, ով ուներ կապեր Մոսկվայում, բերեց լուր, որ պատրաստվում է մեծ զեկույց, որը կկարողանար վերջ տալ Դեմիրճյանի կարիերային ոչ թե մեկ տարում, այլ մեկ շաբաթում։ Հարցը չէր, արդյոք դա կլինի, այլ երբ։ Եվ երբ դա կլիներ, յուրաքանչյուրը այդ սենյակում պետք է որոշեր՝ մնալ Դեմիրճյանի կողքին եւ ընկնել նրան միասին, թե հեռանալ եւ փրկել իրենց սեփական ապագան։ Բայց ինչու նրանք մնացին։ Ինչու ոչ մեկը չհեռացավ, երբ վտանգը դարձավ այդքան ակնհայտ։ Պատասխանը գտնվում է ոչ թե հավատարմության, այլ վախի մեջ։ Յուրաքանչյուր այդ սենյակում գիտեր, որ եթե Դեմիրճյանը ընկնի, Մոսկվան չի սահմանափակվի միայն նրանով։ Նրանք կգան բոլորի համար, յուրաքանչյուրի ով օգնել էր նրան, յուրաքանչյուրի ով գիտեր գաղտնիքները, յուրաքանչյուրի ով կարող էր վկայել։ Հեռանալը չէր նշանակում անվտանգություն, այլ մեկուսացում։ Մնալ առանց պաշտպանության, երբ Մոսկվան սկսեր իր մաքրումը։
Այնպես որ նրանք մնացին ոչ թե որովհետև սիրում էին Դեմիրճյանին, այլ որովհետև նրանց ճակատագիրը արդեն անբաժանելիորեն կապված էր նրա հետ։ Նրանք էին նավակում, որը արդեն հեռու էր ափից, եւ միակ ելքը դեպի ապահովություն էր նավարկել միասին մինչև վերջ։ Այս խումբը, որը պաշտոնապես երբեք չգոյություն ունեցավ, դարձավ Դեմիրճյանի իրական զինանոցը, ոչ թե սիրուց, այլ փոխադարձ անհրաժեշտությունից։ Նրանք պաշտպանեցին նրան, որովհետև պաշտպանելով նրան, նրանք պաշտպանում էին իրենց։ Բայց ինչպես կարող էր Դեմիրճյանը վստահել նրանց, երբ նա գիտեր, որ յուրաքանչյուրն ուներ իր սեփական պատճառները մնալու համար։ Նրա անձնական բժիշկը, ով տեսել էր նրա առողջության իրական վիճակը, գիտեր, որ Կարենը չէր ապրելու երկար, եթե շարունակեր այդ տեմպերով։ Նրա ֆինանսական խորհրդականը, ով կառավարում էր գաղտնի հաշիվները, գիտեր ճշգրիտ թվերը, թե որքան գումար էր իրականում ծախսվել համալիրի վրա եւ որտեղից էր եկել յուրաքանչյուր ռուբլին։ Նրա անվտանգության ղեկավարը, ով կազմակերպում էր գաղտնի հանդիպումները, գիտեր յուրաքանչյուր մարդու անունը, ով երբևէ մտել էր Դեմիրճյանի ներքին շրջանակ։ Յուրաքանչյուրը կարող էր դավաճանել նրան 1 վայրկյանում, եւ Դեմիրճյանը գիտեր դա։ Բայց նա նաեւ գիտեր, որ առանց նրանց նա ոչինչ էր։ Այնպես որ նա ստեղծեց համակարգ, որտեղ ոչ մեկը չգիտեր ամբողջ պատկերը։ Բժիշկը գիտեր առողջության մասին, բայց ոչ ֆինանսների։ Ֆինանսական խորհրդականը գիտեր գումարի մասին, բայց ոչ անվտանգության։ Անվտանգության ղեկավարը գիտեր մարդկանց մասին, բայց ոչ նախագծերի մանրամասները։ Միայն Դեմիրճյանը գիտեր ամեն ինչ, եւ դա էր նրա իրական ուժը։ 1984 կամ 85 թվականներին, երբ համալիրում տեղի ունեցավ այն ահավոր հրդեհը, որը ոչնչացրեց դահլիճի մեծ մասը, շատերը մտածեցին, որ սա վերջն է։ Բայց Դեմիրճյանի ներքին շրջանակը գիտեր ավելին։ Հրդեհը չէր պատահական։ Հետաքննությունը, որը երբեք չհրապարակվեց լիովին, բացահայտեց, որ կրակը սկսվել էր էլեկտրական համակարգում, որը նոր էր ստուգվել եւ հաստատվել անվտանգ ընդամենը 2 շաբաթ առաջ։ Ինչպես կարող էր համակարգը, որը նոր էր ստուգվել, հանկարծ ձախողվել այդպիսի աղետալի կերպով։ Խմբի անդամներից մեկը, ով ուներ հասանելիություն հետաքննության նյութերին, պատմեց, որ գտնվել են հետքեր, որոնք ցույց էին տալիս, որ էլեկտրական համակարգը միտումնավոր վնասվել էր։ Բայց ով կաներ այդպիսի բան։ Ով կուզեր ոչնչացնել համալիրը, երբ այն արդեն բացված էր եւ աշխատում էր հաջողությամբ։ Պատասխանը եկավ ոչ թե Երևանից, այլ Մոսկվայից։ Ինչ-որ մեկը, ով չէր ուզում տեսնել Դեմիրճյանի հաջողությունը, որոշել էր, որ եթե նա չի կարող ոչնչացնել Կարենին քաղաքականորեն, ապա կոչնչացնի նրա ամենամեծ ձեռքբերումը ֆիզիկապես։ Բայց ով էր այդ մարդը։ Խմբի անդամները սկսեցին իրենց սեփական հետաքննությունը, գաղտնի, զուգահեռ պաշտոնական հետաքննությանը։ Նրանք հարցաքննեցին բանվորներին, ովքեր աշխատում էին համալիրում հրդեհի գիշերը։ Նրանք ուսումնասիրեցին անվտանգության տեսագրությունները, որոնք պահպանվել էին։ Նրանք հետևեցին գումարի հետքերին, փորձելով պարզել, արդյոք ինչ-որ մեկը վճարել էր այս դիվերսիայի համար։ Եվ նրանք գտան մի բան, որը փոխեց ամեն ինչ։ 2 օր առաջ հրդեհից անծանոթ մարդ մտել էր համալիր, ներկայացնելով ինքն իրեն որպես էլեկտրիկ Մոսկվայից, ուղարկված ստուգելու համակարգերը։ Նա ունեցել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բոլոր ճիշտ կնիքները, բոլոր ճիշտ ստորագրությունները։ Անվտանգությունը թույլ տվել էր նրան մտնել առանց հարցերի։ Նա անցկացրել էր 3 ժամ էլեկտրական սենյակում, ապա հեռացել, ասելով, որ ամեն ինչ կարգին է։ 2 օր անց համալիրը բռնկվել էր։ Երբ նրանք փորձեցին գտնել այդ մարդուն, պարզվեց, որ նա երբեք չէր եղել Մոսկվայի էլեկտրիկների ցանկում։ Փաստաթղթերը կեղծ էին, կնիքները գեղձ էին, ստորագրությունները գեղձ էին։ Բայց դրանք եղել էին այնքան լավ կեղծված, որ նույնիսկ փորձառու անվտանգության սպաները չէին կարողացել տարբերել դրանք իրականներից։ Դեմիրճյանը, երբ լսեց այս ամենը, նստեց իր աշխատասենյակում ամբողջ գիշեր մտածելով։ Նա հասկացավ, որ սա չէր պարզապես դիվերսիա, սա էր նախազգուշացում։ Ինչ-որ մեկը ցույց էր տալիս նրան, որ նրանք կարող են հասնել նրան ցանկացած ժամանակ, ցանկացած տեղ, որ նրանք կարող են անցնել նրա անվտանգության միջով, կարող են կեղծել ցանկացած փաստաթուղթ, կարող են ոչնչացնել ցանկացած բան, որը նա սիրում է։ Բայց Դեմիրճյանը չհանձնվեց։ Փոխարենը նա կանչեց իր ներքին շրջանակը եւ ասաց նրանց մի բան, որը ոչ մեկը երբեք չէր սպասում լսել։ Մենք կվերականգնենք համալիրը, ասաց նա։ Մենք կվերականգնենք այն ավելի լավ, քան նախկինում, եւ մենք կանենք դա այնպես, որ ով էլ որ փորձեց ոչնչացնել մեր աշխատանքը, կտեսնի, որ նրանք ձախողվել են։ Նրանք ուզում էին ցույց տալ մեզ, որ մենք խոցելի ենք։ Մենք ցույց կտանք նրանց, որ մենք անկոտրում ենք։ Եվ նրանք արեցին դա։ 1987 թվականի վերջին, երբ վերականգնումը ավարտվեց, համալիրը վերադարձավ ավելի ուժեղ, ավելի գեղեցիկ, ավելի տեխնիկապես կատարյալ, քան երբևէ։ Բայց գինը եղավ ավելի քան պարզապես գումար։
Դեմիրճյանի առողջությունը, որը արդեն վատ էր, սկսեց արագորեն վատանալ։ Նրա բժիշկը սկսեց նշանակել ավելի ուժեղ դեղեր, որոնք սովորաբար տրվում են միայն ծանր սթրեսի եւ նյարդային հյուծման դեպքում։ Նրա ընտանիքը սկսեց նկատել, որ նա քնում է ավելի քիչ, ուտում է ավելի քիչ, խոսում է ավելի քիչ։ Նա դառնում էր ստվեր այն մարդու, ով մի ժամանակ լցրել էր սենյակները իր էներգիայով եւ տեսլականությամբ։ Բայց նա չդադարեց։ Նա շարունակեց աշխատել, շարունակեց պայքարել, շարունակեց հավատալ, որ այն, ինչ նա անում էր, արժե յուրաքանչյուր զոհաբերությունը։ Նրա ներքին շրջանակը տեսնում էր դա եւ վախենում էր։ Նրանք վախենում էին ոչ թե իրենց համար, այլ նրա համար։ Նրանք տեսնում էին, թե ինչպես նա մարում էր իր կյանքը յուրաքանչյուր օր եւ չգիտեն, թե ինչպես կանգնեցնել նրան։ Բայց նրանք նաեւ գիտեին, որ եթե փորձեին կանգնեցնել նրան, նա կհեռացներ նրանց իր շրջանակից։ Այնպես որ նրանք լռեցին եւ դիտեցին, ինչպես մի մեծ մարդ դանդաղորեն այրվում էր իր սեփական տեսլականության կրակում։ Արդյոք դուք կարող եք լինել այդ սենյակում, տեսնել ձեր առաջնորդին դանդաղորեն ոչնչանալով եւ ոչինչ չանել։ Արդյոք դուք կարող եք պահպանել այն գաղտնիքները, որոնք կարող էին փրկել նրան, բայց միաժամանակ ոչնչացնել այն ամենը, ինչի համար նա պայքարել էր։ Արդյոք դուք կարող եք ապրել այն գիտակցությամբ, որ ձեր լռությունը, ձեր հավատարմությունը, ձեր վախը նպաստում էին մի մարդու դանդաղ մահվան։ Դեմիրճյանի ներքին շրջանակը ապրեց այս ամենով տարիներ շարունակ, եւ երբ վերջապես եկավ այն օրը 1999 թվականին, երբ Կարենի պատմությունը ավարտվեց այնպիսի ողբերգական կերպով, նրանք բոլորը իմացան, որ նրանք եղել են ոչ միայն վկաներ, այլև մասնակիցներ մի դրամայի, որը երբեք չպետք է տեղի ունենար։ Բայց ով էր իրականում պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ։ Արդյոք դա էր Մոսկվան, որը երբեք չտվեց բավարար ռեսուրսներ։ Արդյոք դա էր համակարգը, որը ստիպեց Դեմիրճյանին ընտրել իր ազգի եւ իր կարիերայի միջև։ Արդյոք դա էր առածիվը, ով հավաքեց ապացույցները, բայց երբեք չօգտագործեց դրանք լիովին։ Արդյոք դա էր այն անծանոթ մարդը, ով դրեց կրակը համալիրում։ Թե դա էր ինքը, Դեմիրճյանը, ով ընտրեց ռիսկը, երբ կարող էր ընտրել անվտանգությունը։ Պատասխանը գուցե այն է, որ պատասխանատու էին բոլորը եւ ոչ ոք։ Դեմիրճյանի պատմությունը պատմություն է համակարգի մասին, որը ստիպում էր մարդկանց ընտրել անընտրելի բաների միջև։ Պատմություն է հավատարմության եւ դավաճանության մասին։ Պատմություն է այն մասին, թե ինչ տեղի է ունենում, երբ մի մարդու երազանքը բախվում է իրականության դաժան պահանջներին։ Բայց եթե Դեմիրճյանի ներքին շրջանակը գիտեր այդքան շատ, ապա ինչ էր թաքցված այն արխիվներում, որոնք նրանք երբեք չտեսան։ 1999 թվականից հետո, երբ անվտանգության արխիվները սկսեցին դանդաղորեն բացվել, պարզվեց, որ Դեմիրճյանի մասին գոյություն ուներ ամբողջ հատուկ բաժին, որը պարունակում էր փաստաթղթեր, որոնք երբեք չէին նախատեսված հրապարակայնության համար։ Այս փաստաթղթերը ներառում էին ոչ միայն ֆինանսական զեկույցներ եւ քաղաքական գնահատականներ, այլև մի բան շատ ավելի անհանգստացնող՝ անձնական նամակներ, գաղտնի հանդիպումների արձանագրություններ, նույնիսկ բժշկական զեկույցներ, որոնք ոչ մեկը, ներառյալ Դեմիրճյանի ընտանիքը, երբեք չէր տեսել։ Ինչպես հայտնվեցին այս փաստաթղթերը անվտանգության ձեռքում։ Ով էր հավաքում դրանք եւ ամենակարևորը, ինչու։ Արդյոք դրանք հավաքվում էին որպես ապացույց հնարավոր հետագա հետապնդման համար, թե որպես ապահովագրություն, պաշտպանելու Դեմիրճյանին, եթե Մոսկվան որոշեր հարձակվել։ Մի նախկին անվտանգության սպա, ով աշխատել է արխիվների բաժնում, պատմեց, որ Դեմիրճյանի գործը եղել է մի քանի հատորից բաղկացած, յուրաքանչյուրը հաստ ավելի քան 100 էջ։ Բայց ամենահետաքրքիրը եղել է վերջին հատորը, որը կնքված էր հատուկ կարմիր կնիքով եւ պիտակավորված միայն առաջին քարտուվարի համար։ Այս հատորը պարունակում էր փաստաթղթեր, որոնք նույնիսկ անվտանգության բարձրաստիճան սպաները չունեին իրավունք կարդալու։ Ինչ որ մեկը շատ բարձր Մոսկվայի հիերարխիայում ուներ հատուկ հետաքրքրություն Դեմիրճյանի նկատմամբ, հետաքրքրություն, որը գնում է շատ ավելի խորը, քան պարզապես քաղաքական վերահսկողություն։ Սպան հիշում է, որ մի անգամ, երբ նա պատահաբար տեսավ այդ հատորի բովանդակության մի մասը, նա կարդաց մի բան, որը նրան սարսափեցրեց։ Դա էր բժշկական զեկույց Դեմիրճյանի մասին, զեկույց, որը նկարագրում էր նրա առողջական վիճակը շատ ավելի մանրամասն, քան ցանկացած պաշտոնական բժշկական փաստաթուղթ։ Զեկույցը պարունակում էր տեղեկություններ, որոնք կարող էին գալ միայն նրա անձնական բժշկից, տեղեկություններ այնպիսի մանրամասն եւ անձնական, որ դրանք չէին կարող ստացվել առանց բժշկի ուղղակի համագործակցության։ Արդյոք Դեմիրճյանի անձնական բժիշկը, մարդը, ում նա վստահում էր իր ամենաինտիմ գաղտնիքները, իրականում աշխատում էր անվտանգության համար։ Արդյոք յուրաքանչյուր անգամ, երբ Կարենը բողոքում էր գլխացավից, երբ նա խնդրում էր դեղեր, երբ նա խոսում էր իր վախերի եւ անհանգստությունների մասին,
Այդ ամենը գրանցվում էր եւ ուղարկվում Մոսկվա։ Եթե դա ճիշտ է, ապա Դեմիրճյանը երբեք իսկապես միայնակ չէր եղել։ Նույնիսկ իր ամենաանձնական պահերին, նույնիսկ իր ամենախոցերի վիճակում նա դիտվում էր, գրանցվում էր, վերլուծվում էր։ Սա էր վերջնական դավաճանությունը, ոչ թե քաղաքական, այլ անձնական, ոչ թե հրապարակային, այլ ինտիմ։ Եվ եթե բժիշկը կարող էր լինել տեղեկատու, ապա ով էլ կարող էր լինել։ Արդյոք նրա ֆինանսական խորհրդականը զեկուցում էր յուրաքանչյուր գործարքի մասին։ Արդյոք նրա անվտանգության ղեկավարը փոխանցում էր յուրաքանչյուր հանդիպման մանրամասները։ Արդյոք նրա ամենամոտ օգնականները, այն 12 մարդիկ, ովքեր կազմում էին նրա ներքին շրջանակը, իրականում բոլորը աշխատում էին երկու տերերի համար։ Բայց եթե դա ճիշտ է, ապա ինչպես Դեմիրճյանը կարողացավ ձեռք բերել այն, ինչ նա ձեռք բերեց։ Ինչպես նա կարողացավ շինել համալիրը, պաշտպանել Հայաստանի շահերը, դիմակայել Մոսկվային, եթե յուրաքանչյուր նրա քայլը հայտնի էր նրա թշնամիներին։ Պատասխանը գուցե այն է, որ Դեմիրճյանը գիտեր։ Նա գիտեր, որ նրան դիտում են, գիտեր, որ նրան զեկուցում են, գիտեր, որ նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր ծառայում են ուրիշներին։ Բայց նա նաև գիտեր, թե ինչպես օգտագործել այդ իրավիճակը իր օգտին։ Նա տվեց նրանց տեղեկություններ, որոնք նա ուզում էր, որ նրանք ունենան։ Նա թաքցրեց տեղեկություններ, որոնք նա չէր ուզում, որ նրանք իմանան։ Նա խաղաց խաղ, որտեղ յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր որոշում հաշվարկված էր ոչ միայն իր իրական նպատակի համար, այլև այն ազդեցության համար, որը այն կունենար նրանց վրա, ովքեր դիտում էին նրան։ Սա էր շախմատի խաղ, որտեղ Դեմիրճյանը խաղում էր դեմ անտեսանելի հակառակորդի, բայց նա խաղում էր վարպետորեն։ Արխիվները բացահայտում են նաև մեկ այլ տարօրինակ փաստ։ 1981 թվականին, երբ Դեմիրճյանը արդեն կորցրել էր իր պաշտոնը որպես առաջին քարտուղար, անվտանգությունը շարունակեց հետևել նրան։ Ավելին, հետևողությունը դարձավ ավելի ինտենսիվ, ոչ թե ավելի քիչ։ Ինչու՞։ Եթե նա այլևս չուներ քաղաքական իշխանություն, եթե նա այլևս չէր սպառնում Մոսկվային, ապա ինչու անվտանգությունը շարունակեց ծախսել ռեսուրսներ նրան դիտելու համար։ Պատասխանը գտնվում է մի փաստաթղթում, որը թվագրված է 1982 թվականով։ Այս փաստաթուղթը, որը ստորագրված է բարձրաստիճան անվտանգության սպայի կողմից, նշում է, որ Դեմիրճյանը, չնայած իր պաշտոնական կարգավիճակի կորստին, շարունակում է ունենալ զգալի ազդեցություն Հայաստանում։ Նա շարունակում է հանդիպել մարդկանց, շարունակում է խոսել նախագծերի մասին, շարունակում է երազել Հայաստանի ապագայի մասին։ Եվ Մոսկվան վախենում էր, որ այս ազդեցությունը, այս երազանքը, այս հավատը կարող էր մի օր վերածվել մի բանի ավելի վտանգավոր, քան պարզապես քաղաքական իշխանություն։ Այն կարող էր վերածվել շարժման, հեղափոխության, փոփոխության, որը Մոսկվան չէր կարող վերահսկել։ Այնպես որ նրանք շարունակեցին դիտել, շարունակեցին գրանցել, շարունակեցին հավաքել ապացույցներ, որոնք մի օր կարող էին օգտագործվել, եթե Դեմիրճյանը դառնար չափից դուրս վտանգավոր։ Բայց այդ օրը երբեք չեկավ։ Փոխարենը եկավ 1999 թվականը։ Եկավ այն ողբերգական իրադարձությունը, որը վերջ դրեց Դեմիրճյանի կյանքին այնպիսի կերպով, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Եվ երբ անվտանգության սպաները լսեցին լուրը, երբ նրանք հասկացան, որ այն մարդը, ում նրանք հետևել էին տասնամյակներ շարունակ, այլևս չկար, նրանցից շատերը զգացին ոչ թե թեթևացում, այլ կորուստ։ Քանի որ Դեմիրճյանը, չնայած նրա բոլոր թերություններին, չնայած նրա բոլոր սխալներին, եղել էր մարդ, ով իսկապես հավատում էր մի բանի, հավատում էր, որ Հայաստանը կարող է լինել ավելի լավը, որ հայ ժողովուրդը արժանի է ավելի լավին, որ ապագան կարող է լինել ավելի պայծառ, քան անցյալը։ Արդյոք դուք կարող եք ապրել կյանք իմանալով, որ ձեր յուրաքանչյուր խոսք գրանցվում է, ձեր յուրաքանչյուր գործողություն վերլուծվում է, ձեր յուրաքանչյուր երազանք դիտարկվում է որպես հնարավոր սպառնալիք։ Արդյոք դուք կարող եք վստահել մարդկանց, երբ գիտեք, որ նրանցից ոմանք, գուցե բոլորը, զեկուցում են ձեր մասին ուրիշներին։ Արդյոք դուք կարող եք շարունակել պայքարել, շարունակել երազել, շարունակել հեկել հավատալ, երբ գիտեք, որ համակարգը անում է ամեն ինչ կանգնեցնելու ձեզ։ Դեմիրճյանը արեց դա տասնամյակներ շարունակ, եւ դա է նրա իրական հերոսությունը։ Ոչ թե այն, որ նա կառուցեց համալիր, ոչ թե այն, որ նա պաշտպանեց Հայաստանի շահերը, այլ այն, որ նա երբեք չդադարեցրեց հավատալը, երբեք չդադարեցրեց երազելը, երբեք չդադարեցրեց պայքարելը, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը թվում էր դեմ նրան։ Բայց արխիվները պարունակում են նաև մի բան, որը փոխում է ամբողջ պատմությունը։ 1998 թվականին, 8 տարի Դեմիրճյանի մահից հետո, մի նախկին անվտանգության սպա, ով մահամերձ էր եւ ուզում էր մաքրել իր խիղճը, տվեց հարցազրույց, որտեղ նա բացահայտեց մի բան, որը երբեք չէր հրապարակվել։
Նա ասաց, որ 1999 թվականին մի շաբաթ առաջ այն ողբերգական իրադարձությունից անվտանգությունը ստացել էր տեղեկություն հնարավոր սպառնալիքի մասին Դեմիսճյանի կյանքին։ Տեղեկությունը եկել էր անհայտ աղբյուրից, բայց այն եղել է բավականաչափ հավաստի, որpիսի անվտանգությունը լուրջ վերաբերվեր դրան։ Նրանք նախազգուշացրել էին Դեմիսճյանին, խորհուրդ տվել էին նրան ուժեղացնել իր անձնական անվտանգությունը, խորհուրդ տվել էին նրան խուսափել հանրային տեղերից մի ժամանակ, բայց Դեմիսճյանը մերժել էր։ Նա ասել էր, որ նա չի վախենում, որ նա չի թաքնվելու, որ եթե ինչ-որ մեկը ուզում է նրան վնասել, ապա թող փորձեն, բայց նա չի փոխելու իր կյանքի ձևը վախի պատճառով։ Սպան պատմեց, որ երբ նա լսեց այս պատասխանը, նա հասկացավ, որ Դեմիսճյանը արդեն որոշել էր իր ճակատագիրը։ Նա ընտրել էր ապրել ազատ, նույնիսկ եթե դա նշանակում էր մահանալ երիտասարդ։ Նա ընտրել էր չենթարկվել վախին, նույնիսկ եթե դա նշանակում էր դնել իր կյանքը վտանգի տակ։ Եվ երբ եկավ այն օրը, երբ սպառնալիքը իրականացավ, Երբ Դեմիսճյանը զոհվեց այնպիսի ողբերգական հանգամանքներում, սպան զգաց ոչ թե զարմանք, այլ տխրություն։ Քանի որ նա գիտեր, որ Դեմիսճյանը կարող էր փրկվել, եթե նա լսեր նախազգուշացումները, եթե նա վերցներ նախազգուշական միջոցներ, եթե նա թույլ տար անվտանգությանը պաշտպանել նրան։ Բայց Դեմիսճյանը ընտրեց այլ ճանապարհ։ Ընտրեց ապրել իր սեփական պայմաններով, նույնիսկ եթե դա նշանակում էր մահանալ իր սեփական պայմաններով։ Այս բացահայտումը բարձրացնում է հարց, որը երբեք չի պատասխանվել։ Եթե անվտանգությունը գիտեր սպառնալիքի մասին, եթե նրանք նախազգուշացրել էին Դեմիսճյանին, ապա ինչու նրանք չարեցին ավելին, պաշտպանելու նրան։ Ինչու նրանք թույլ տվեցին իրադարձություններին զարգանալ, երբ նրանք կարող էին միջամտել։ Արդյոք դա էր պարզապես անկարողություն, թե ինչ-որ բան ավելի մութ։ Արդյոք անվտանգությունը, որը հետևել էր Դեմիսճյանին տասնամյակներ շարունակ, որը հավաքել էր ապացույցներ նրա մասին, որը գիտեր նրա յուրաքանչյուր գաղտնիքը, որոշել է, որ նա դարձել է չափից դուրս վտանգավոր, եւ թույլ տվեց իրադարձություններին տեղի ունենալ։ Մենք երբեք չենք իմանա ճշմարիտ պատասխանը, քանի որ այն մարդիկ, ովքեր կարող էին պատասխանել այս հարցին, կամ մեռել են, կամ լռում են։ Բայց հարցը մնում է, կախված օդում, հետապնդելով բոլորին, ովքեր գիտեն Դեմիսճյանի պատմությունը։ Ինչ մնաց արխիվներում, որը մենք դեռ չգիտենք։ Ինչ փաստաթղթեր դեռ թաքնված են, ինչ գաղտնիքներ դեռ չեն բացահայտվել, ինչ ճշմարտություններ դեռ սպասում են իրենց պահին։ Դեմիսճյանի պատմությունը, որը մենք կարծում ենք, որ գիտենք, գուցե միայն մի փոքր մասն է ավելի մեծ, ավելի բարդ, ավելի ողբերգական պատմության։ Եվ մինչև այդ արխիվները լիովին բացվեն, մինչև այդ փաստաթղթերը լիովին ուսումնասիրվեն, մինչև այդ վկաները լիովին խոսեն, մենք երբեք չենք իմանա ամբողջ ճշմարտությունը այն մարդու մասին, ով համարձակվեց երազել մեծ երազանք եւ վճարեց վերջնանգին այդ երազանքի համար։ 35 տարի անց, երբ Դեմիսճյանի անձնական բժիշկը վերջապես համաձայնեց խոսել տեսախցիկի առջև, նրա ձեռքերը դեռ դողում էին։ Ոչ թե ծերությունից, այլ այն բեռից, որը նա կրել էր ամբողջ այդ տարիները։ Նա նստած էր մութ սենյակում, դեմքը մասամբ ստվերների մեջ, եւ սկսեց պատմել այն, ինչ երբեք չէր ասել ոչ ոքի։ Կարենը չմեռավ 1999 թվականին, ասաց նա դանդաղ։ Նա սկսեց մեռնել շատ ավելի վաղ, 1976 թվականից, երբ նա ընտրեց համալիրը իր սեփական առողջության նկատմամբ։ Ես տեսա դա յուրաքանչյուր օր։ Ես տեսա սա, թե ինչպես յուրաքանչյուր հեռագիր Մոսկվայից բարձրացնում էր նրա արյան ճնշումը, ինչպես յուրաքանչյուր հանդիպում անվտանգության հետ առաջացնում էր նոր ցավեր նրա կրծքավանդակում, ինչպես յուրաքանչյուր գիշեր, երբ նա չէր կարողանում քնել, մի փոքր ավելի էր մոտեցնում նրան վերջին։ Բայց ամենավատը չէր ֆիզիկական ցավը։ Ամենավատը եղավ այն, երբ նա սկսեց տեսնել մարդկանց, ովքեր չկային։ Բժիշկը դադար արեց, խմեց մի կում ջուր դողացող ձեռքերով եւ շարունակեց. 1980 թվականին, երբ նա կանգնեցրեց այդ ավտոմայրուղու շինարարությունը, ես նկատեցի, որ նա սկսեց խոսել մարդկանց հետ, ովքեր չէին գտնվում սենյակում։ Առաջին անգամ ես մտածեցի, որ դա պարզապես հոգնածություն է։ Բայց ապա դա սկսեց կրկնվել ավելի հաճախ։ Նա կարթնանար գիշերվա մեջ եւ կխոսեր ինչ-որ մեկի հետ, ում նա կոչում էր դավաճանը։ Նա կհարցներ. «Ինչու դու արեցիր սա, ինչու դու չսպասեցիր տեսնելու, թե ինչ մենք կարող էինք ստեղծել միասին»։ Ես երբեք չիմացա, թե ով էր այդ մարդը, բայց Կարենը խոսում էր նրա հետ գրեթե ամեն գիշեր։ Սա չէր պարզապես սթրես կամ անքուն, սա էր ինչ-որ բան ավելի խորը, ինչ-որ բան, որը ես չէի կարող բուժել դեղերով։ Ով էր այդ անտեսանելի դավաճանը, ով հետապնդում էր Դեմիսճյանին նրա ամենամութ ժամերին։ Արդյոք դա էր արծիվը, ով հավաքում էր ապացույցներ նրա դեմ։
Արդյոք դա էր այն մարդը, ով դրել էր կրակը համալիրում։ Թե դա էր ինչ-որ մեկը շատ ավելի մոտ, ինչ-որ մեկը, ում Դեմիրճյանը վստահել էր ամբողջ սրտով և ով դավաճանել էր նրան այնպիսի կերպով, որը նա երբեք չէր կարող ներել։ Բժիշկը հանեց հին դեղատոմս, թուղթ, որը դեղնել էր ժամանակի ընթացքում, բայց դեռ կարդալի էր։ Սա է այն, ինչ ես նշանակեցի նրան 1982 թվականին, ասաց նա։ Դեղեր սրտի համար, դեղեր ճնշման համար, դեղեր անքնության համար, դեղեր անհանգստության համար։ Նա վերցնում էր 15 տարբեր դեղամիջոց օրական։ 15, պատկերացնում եք։ Եվ դա չէր բավարար։ Ես խնդրեցի նրան դադարեցնել աշխատանքը, գոնե մի քանի ամսով, թույլ տալ իր մարմնին հանգստանալ։ Բայց նա ժպտաց և ասաց. «Բժիշկ, եթե ես դադարեցնեմ հիմա, ապա ամեն ինչ, ինչի համար ես տառապել եմ, կդառնա անիմաստ։ Ես կմեռնեմ այնպես թե այնպես, բայց գոնե թող մեռնեմ իմանալով, որ ես արեցի ինչ-որ բան, որը կմնա իմ մահից հետո։ Ինչպես կարող եմ ես մոռանալ այդ խոսքերը։ Ինչպես կարող եմ ես ապրել այն գիտակցությամբ, որ ես տեսա նրան, դանդաղորեն մեռնելով, և ոչինչ չարեցի կանգնեցնելու նրան»։ Բժիշկը լաց եղավ, առաջին անգամ 35 տարում, և նրա արցունքները ընկան այդ հին դեղատոմսի վրա, ջնջելով մի քանի բառ, բայց ոչ հիշողությունը։ Բայց եթե Դեմիրճյանը գիտեր, որ նա մեռնում է, եթե նա գիտեր, որ նրա ժամանակը սպառվում է, Ապա ինչու նա շարունակեց պայքարել։ ինչու նա չանցավ հանգիստ, չվայելեց իր վերջին տարիները իր ընտանիքի հետ, չթողեց քաղաքականությունը և իշխանության խաղերը։ Պատասխանը եկավ անսպասելի աղբյուրից, նրա թոռնուհուց, ով այժմ ապրում է արտերկրում և համաձայնեց խոսել առաջին անգամ։ Նա պատմեց, որ 1998 թվականին, երբ նա եղել է 10 տարեկան, պապը տարել էր նրան համալիր, ցույց տալու այն տեղը, որը նա կառուցել էր։ Նրանք քայլել էին դատարկ դահլիճներով, և պապը պատմել էր նրան պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր աշխատել էին այնտեղ, այն ռիսկերի մասին, որոնք նա վերցրել էր, այն երազանքների մասին, որոնք նա ունեցել էր։ Ապա նա դադարել էր, նայել էր նրան և ասել էր. Երբ ես չլինեմ, երբ դու մեծանաս և մարդիկ հարցնեն քեզ պապիկիդ մասին, ես ուզում եմ, որ դու պատմես նրանց ոչ թե այն մասին, թե ինչպիսի պաշտոններ ես զբաղեցրել, այլ այն մասին, թե ինչու ես արեցի այն, ինչ արեցի։ Ասա նրանց, որ ես հավատացի, որ մեր ժողովուրդը արժանի է ունենալու գեղեցիկ բաներ, որ մենք չպետք է սպասենք, որ ուրիշները տան մեզ թույլտվություն երազել։ Ասա նրանց, որ երբեմն դու պետք է ռիսկի դնես ամեն ինչ, ոչ թե քո համար, այլ նրանց համար, ովքեր կգան քեզնից հետո։ Թոռնուհին լաց էր լինում, երբ պատմում էր սա, և նրա ձայնը կոտրվում էր։ Ես չհասկացա այդ խոսքերը այն ժամանակ, ասաց նա։ Խոսքերը այն ժամանակ, ասաց նա։ Ես եղել եմ պարզապես երեխա, բայց հիմա, երբ ես մեծ եմ, երբ ես ունեմ իմ սեփական երեխաներին, ես հասկանում եմ, թե ինչ նա փորձում էր ասել ինձ։ Նա գիտեր, որ նա չի ապրելու երկար։ Նա գիտեր, որ նրա ժամանակը սպառվում է։ Բայց նա ուզում էր, որ մենք, նրա ընտանիքը, նրա ժողովուրդը, հասկանանք, որ նրա կյանքը չեղավ զուր, որ այն, ինչ նա ստեղծեց, կմնա մեզ հետ ավելի երկար, քան նրա ֆիզիկական ներկայությունը։ Սա էր Դեմիրճյանի իրական ժառանգությունը։ Ոչ թե համալիրը, ոչ թե քաղաքական ձեռքբերումները, այլ այն հավատը, որը նա փոխանցեց հաջորդ սերնդին։ Հավատը, որ նրանք կարող են ստեղծել ինչ-որ բան մեծ, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը ասում է, որ դա անհնար է։ Բայց ով էր այն մարդը, ով վերջապես իրականացրեց իր պլանը Դեմիրճյանի դեմ։ Ով էր այն դավաճանը, ում Դեմիրճյանը տեսնում էր իր գիշերային ճանապարհորդություններում։ Արխիվները պարունակում են մի փաստաթուղթ, որը բացահայտվել է միայն 1999 թվականից հետո, փաստաթուղթ, որը կարող է պատասխանել այս հարցին։ Սա է գաղտնի զեկույց, թվագրված 1998 թվականով, որտեղ նկարագրվում է մի մարդ, ում կոդային անունն էր Ստվեր։ Այս մարդը, ըստ զեկույցի, եղել է Դեմիրճյանի ամենամոտ շրջապատից, ինչ-որ մեկը, ով ներկա էր գրեթե բոլոր կարևոր հանդիպումներին, ով ուներ հասանելիություն բոլոր գաղտնելի փախնի փաստաթղթերին, ով գիտեր բոլոր պլանները, բոլոր երազանքները, բոլոր վախերը։ Զեկույցը նշում է, որ Ստվեր սկսել է համագործակցել անվտանգության հետ 1978 թվականից։ Ոչ թե գումարի համար, ոչ թե իշխանության համար, այլ համոզմունքից։ Նա հավատում էր, որ Դեմիրճյանը գնում էր սխալ ուղով, որ նրա համարձակությունը վտանգավոր էր, որ նրա երազանքները կարող էին վնասել Հայաստանին ավելի շատ, քան օգնել։ Բայց ով էր Ստվեր։ Զեկույցը չի բացահայտում իրական անունը, բայց այն տալիս է բավականաչափ մանրամասներ հասկանալու, որ սա եղել է ինչ-որ մեկը շատ բարձր Դեմիրճյանի վստահության մեջ։
Ինչ որ մեկը, ով կարող էր մտնել նրա աշխատասենյակ ցանկացած ժամանակ, ով կարող էր կարդալ նրա անձնական նամակները, ով կարող էր լսել նրա գաղտնի զրույցները։ Մի նախկին անվտանգության սպա, ով աշխատել է այս գործի վրա, ասաց, որ Ստվեր եղել է ամենակատարյալ տեղեկատուն, որին նա երբևէ հանդիպել է։ Նա երբեք չխնդրել է գումար, երբեք չխնդրել է պաշտպանություն, երբեք չխնդրել է ճանաչում։ Նա պարզապես տվել է տեղեկություններ, մանրամասն, ճշգրիտ, ժամանակին, եւ ապա անհետացել է ստվերների մեջ, սպասելով հաջորդ հանդիպմանը։ Սպան ասաց, որ նա երբեք չտեսավ Ստավերի դեմքը լիովին, քանի որ նրանց հանդիպումները միշտ տեղի էին ունենում մութ տեղերում, միշտ գիշերվա ժամերին, միշտ այնպես, որ ոչ ոք չէր կարող տեսնել նրանց միասին։ Բայց ինչու Ստավերը արեց սա։ Եթե նա իսկապես հավատում էր, որ Դեմիրճյանը վնասում էր Հայաստանին, ապա ինչու նա չհեռացավ պարզապես։ Ինչու նա մնաց նրա կողքին տասնամյակներ շարունակ, տալով տեղեկություններ, որոնք կարող էին ոչնչացնել այն մարդուն, ում նա ենթադրաբար ծառայում էր։ Զեկույցը տալիս է մի հնարավոր բացատրություն։ Ստավերը, ըստ զեկույցի, հավատում էր, որ նա փրկում էր Դեմիրճյանին նրա սեփական ինքնից։ Որ տալով տեղեկություններ անվտանգությանը, նա թույլ էր տալիս Մոսկվային վերահասկել Դեմիրճյանին, կանխել նրան գնալուց չափից դուրս հեռու, պաշտպանել նրան նրա սեփական համարձակությունից։ Սա էր ոլորված տրամաբանություն, որը թույլ էր տալիս Ստավերին արդարացնել իր դավաճանությունը որպես հավատարմություն, որպես հավատիչ դավադրությունը, որպես պաշտպանություն։ Բայց արդյունքը մնում էր նույնը։ Դեմիրճյանը ապրում էր իր կյանքը, չգիտենալով, որ նրա ամենամոտ շրջապատում կա մեկը, ով զեկուցում է նրա յուրաքանչյուր քայլի մասին, ով վերլուծում է նրա յուրաքանչյուր որոշումը, ով սպասում է այն պահին, երբ նա կկարողանա օգտագործել այդ տեղեկությունները վերջնական հարվածի համար։ Եվ այդ պահը եկավ 1999 թվականին։ Զեկույցը նկարագրում է, թե ինչպես Էստեթվերը տվեց վերջին տեղեկությունը։ Տեղեկություն Ություն Դեմիրճյանի ճշգրիտ գտնվելու վայրի եւ ժամանակի մասին այն օրը, երբ տեղի ունեցավ ողբերգությունը։ Զեկույցը նշում է, որ Էստեթվերը կատարեց իր պարտականությունը մինչև վերջ, բայց ապա անմիջապես դրանից հետո անհետացավ։ Անվտանգությունը փորձեց գտնել նրան, բայց նա կարծես գետնի տակ անցավ։ Ոչ մի հետք, ոչ մի նշան, ոչ մի ակնարկ նրա գտնվելու վայրի մասին։ Մի քանի տարի անց 1994 թվականին անվտանգությունը ստացավ անանուն նամակ, որտեղ ինչ-որ մեկը պնդում էր, որ Էստեթվերը մեռել է, ինքնասպանություն է գործել, չկարողանալով ապրել այն, ինչ նա արել էր։ Բայց նամակը չպարունակում էր ապացույցներ, Եվ անվտանգությունը երբեք չկարողացավ հաստատել այս տեղեկությունը։ այնպես որ Ստվերը մնաց Ստվեր, անուն առանց դեմքի, դավաճան առանց ինքնության, մարդ, ով փոխեց Հայաստանի պատմությունը, բայց ում պատմությունը մնաց անպատմելի։ Արդյոք Ստվերը իսկապես մեռավ, թե նա դեռ ապրում է ինչ-որ տեղ, թաքնված նոր անվան տակ, կրելով իր գաղտնիքի բեռը։ Արդյոք նա զղջում է այն, ինչ արեց, թե դեռ հավատում է, որ նա արեց ճիշտ բանը։ Արդյոք նա երբևէ մտածում է Դեմիրճյանի մասին, հիշում է նրա ձայնը, նրա ժպիտը, նրա երազանքները։ Մենք երբեք չենք իմանա, քանի որ Ստվերը տարավ իր ճշմարտությունը իր հետ, կամ գերեզման, կամ ավելի խորը թաքստոց, որտեղ նույնիսկ անվտանգությունը չի կարող հասնել։ Բայց մի բան հստակ է, առանց Ստվերի Դեմիրճյանի պատմությունը կլիներ այլ։ Գուցե նա կապրեր ավելի երկար, գուցե նա կստեղծեր ավելի շատ, գուցե նա կտեսներ իր երազանքների լրիվ իրականացումը։ Կամ գուցե ոչ։ Գուցե Ստվերը եղավ պարզապես մի գործիք ավելի մեծ ուժերի ձեռքում, ուժերի, որոնք որոշել էին, որ Դեմիրճյանը դարձել է չափից դուրս վտանգավոր եւ պետք է դադարեցվի։ Այսօր, երբ դուք մտնում եք Կարեն Դեմիրճյանի անվան սպորտահամերգային համալիրը, երբ դուք քայլում եք այն դահլիճներով, որոնք նա կառուցեց այնպիսի մեծ գնով, դուք քայլում եք ոչ միայն շենքի մեջ, այլև պատմության մեջ։ Պատմության, որը լի է հերոսությամբ եւ դավաճանությամբ, երազանքներով եւ ճակատագրով, հավատով եւ վախով։ Համալիրը, որը բացվեց 1983 թվականին, այրվեց 1984 կամ 85 թվականներին, վերականգնվեց 1987 թվականին, վերանվանվեց Դեմիրճյանի անունով 1999 թվականին, վաճառվեց 1995 թվականին եւ վերակառուցվեց 1995-ից 1998 թվականներին։ Այս համալիրը տեսել է Հայաստանի պատմության ամենադրամատիկ տասնամյակները։ Այն տեսել է սովետական կայսրության անկումը, տեսել է անկախության ծնունդը, տեսել է պատերազմի ցավը, Տեսել է վերածննդի հույսը։ Բայց ամենակարևորը, այն տեսել է սերունդներ հայերի, ովքեր եկել են այնտեղ ոչ միայն դիտելու համերգներ կամ սպորտային մրցումներ, այլև զգալու համար կապ այն մարդու հետ,
ով համարձակվեց երազել այս ամենը։ Երբ 1990 թվականին Իան Գիլլանի խումբը խաղաց այնտեղ, երիտասարդ հայերը պարում էին այն հատակներին, որոնք Դեմիրճյանը պայքարել էր կառուցելու համար։ Երբ 1996 թվականին 32-րդ շախմատի օլիմպիադան անցավ այնտեղ, ամբողջ աշխարհը տեսավ Հայաստանի կարողությունը ընդունել մեծ միջազգային իրադարձություններ։ Երբ 1995 թվականին համալիրը վաճառվեց ռուսական Բամո հոլդինգին $5 միլիոն 700 հազար, շատերը վախեցան, որ Դեմիրճյանի տեսլականությունը կկորչի։ Բայց նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երաշխավորեցին, որ ճարտարապետական տեսքը կպահպանվի, եւ նրանք պահպանեցին իրանց խոսքը։ Երբ 1995-ից 1998 թվականներին կատարվեց $42 միլիոն վերակառուցում, համալիրը վերածնվեց նորից, ավելի ժամանակակից, ավելի տեխնիկապես կատարյալ, բայց դեռ պահպանելով այն ոգին, որը Դեմիրճյանը ներդրել էր դրա մեջ։ Այսօր, երբ դուք կանգնած եք ցիցեռնակաբերդի բլրի վրա, երբ դուք նայում եք Հրազդանի կիրճը, երբ դուք տեսնում եք համալիրի հսկայական կառուցվածքը բարձրանալով դեպի երկինք, դուք տեսնում եք ոչ միայն շենք, այլև խորհրդանիշ։ Խորհրդանիշ այն բանի, թե ինչ կարող է ձեռք բերել մի ազգ, երբ նրա առաջնորդները համարձակվում են երազել մեծ երազանքներ։ Խորհրդանիշ այն բանի, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մի մարդ պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, ոչ թե իր սեփական փառքի համար, այլ իր ժողովրդի ապագայի համար։ Բայց պատմությունը չի ավարտվում այստեղ։ Դեմիրճյանի ժառանգությունը շարունակվում է ոչ միայն համալիրում, այլև այն մարդկանց մեջ, ովքեր ոգեշնչվել են նրա օրինակով։ Երիտասարդ հայ ձեռնարկատերերը, ովքեր համարձակվում են սկսել նոր բիզնեսներ, չնայած բոլոր դժվարություններին։ Հայ գիտնականները, ովքեր շարունակում են հետազոտել եւ նորարարել, նույնիսկ երբ ռեսուրսները սահմանափակ են։ Հայ արվեստագետները, ովքեր ստեղծում են գեղեցիկ բաներ, նույնիսկ երբ աշխարհը չի ուշադրություն դարձնում։ Բոլոր նրանք կրում են Դեմիրճյանի ոգին իրենց մեջ, ոգին, որը ասում է, որ դուք չպետք է սպասեք թույլտվության երազելու, որ դուք չպետք է վախենաք ռիսկից, որ դուք պետք է հավատաք ձեր տեսլականությանը, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը ասում է, որ դա անհնար է։ Բայց մի հարց մնում է անպատասխան. արդյոք Դեմիրճյանը իսկապես խաբեց Մոսկվային, թե Մոսկվան թույլ տվեց իրեն խաբվել։ Արդյոք նա իսկապես գողացավ այն գումարները, որոնք նա օգտագործեց համալիրը ավարտելու համար, թե նա պարզապես գտավ ստեղծագործական ուղիներ վերաբաշխելու ռեսուրսները։ Արդյոք նա իսկապես դավաճանեց համակարգին, թե համակարգը դավաճանեց նրան, չտալով նրան այն, ինչ նա պետք էր իր ժողովրդին ծառայելու համար։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կախված են նրանից, Թե ում եք հարցնում։ Մոսկվայի համար Դեմիրճյանը եղել է խնդրահարույց, մարդ, ով չէր հնազանդվում, ով չէր հետևում կանոններին, ով դնում էր իր ազգի շահերը կենտրոնական իշխանության շահերից բարձր։ Հայաստանի համար Դեմիրճյանը եղել է հերոս, մարդ, ով պայքարել է իրենց համար, ով պաշտպանել է իրենց արժանապատվությունը, ով ստեղծել է մի բան, որը նրանք կարող են հպարտանալ։ Ճշմարտությունը գուցե ինչ որտեղ այս երկու տեսակետների միջև է։ Դեմիրճյանը չէր կատայալ մարդ, նա կատարեց սխալներ, նա վերցրեց ռիսկեր, որոնք կարող էին վատ ավարտվել, նա վստահեց մարդկանց, ովքեր դավաճանեցին նրան, բայց նա նաև եղավ մարդ, ով իսկապես հավատում էր մի բանի, ով պատրաստ էր զոհաբերել իր առողջությունը, իր կարիերան, գուցե նույնիսկ իր կյանքը այն բանի համար, ինչին նա հավատում էր։ Եվ վերջում, արդյոք դա չէ այն, ինչ մենք ուզում ենք մեր առաջնորդներից։ Ոչ թե կատարելություն, այլ նվիրվածություն։ Ոչ թե անսխալականություն, այլ համարձակություն։ Ոչ թե երաշխիք հաջողության, այլ պատրաստակամություն փորձելու։ Նույնիսկ երբ հաջողությունը երաշխավորված չէ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ Կարեն Դեմիրճյանը դեռ հիշվում է։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։